Վերադարձանք տաղավար, իհարկե ինչպես Անին նշեց այսօրվա մեր երկուշաբթին կարծես թե ուրբաթյանն է այսպես երկուշաբթի է ստացվել, որի համար որ մենք շատ ուրախ ենք։ Իսկ հիմա նույնպես դա կփաստի այն թեման, որին որ պետք է անդրադառնանք մեր հյուրերի հետ իհարկե, որովհետև շարունակել ենք խոսել արվեստից։ Այո, խոսելու ենք արվեստից եւ կհիշեք վստահաբար, որ նախորդ շաբաթ ես եւ Մանեն ամփոփում էինք կանանց միամսյակը, ասելով, որ դեռ ամփոփել ենք, բայց կարող ես շարունակել, եթե ուզում ես, բաց կթողնենք Ռուբեն ջան, ամբողջ տարվա համար։ Այն միշտ դռները բաց է պահում, ինչը չենք կարող ասել ցավոք Անահիտից Մարիամ մայրաստվածության ցուցադրության մասին եւ Անահիտ Աստվածուհու բրոնզաձուլ գլխի եւ ձեռքի այդ նմուշները, որոնք որ բերվեցին եւ ցուցադրվեցին այսօր։ Մի խոսքով ցուցադրությունը փակ է, փորձում ենք հիմա ամփոփել մեր հյուրերի հետ, թե ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ եւ ուր է Անահիտը հիմա։ Հա, ուր է Անահիտը։ Մենք շտապենք ներկայացնենք բերերին, սիրով սիրելիներս, որովհետև մեր տաղավարում է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, բարի լույս, եւ իհարկե Վանանե Պարարքցյան, Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Դեռևս սկսենք զրույցը այնտեղից, թե հեշտությամբ ստացվեց համենայն դեպս համագործակցությունը եւ հետո սպասելիքները այս շրջանում, երբ որ գտնվում էին այս ֆանտաստիկ նմուշները մեր երկրում։ Եթե նկատի ունեք համագործակցությունը Կերոն զարգացման հիմնադրամի հետ, շատ հեշտ ստացվեց եւ կարելի ասել շատ կարճ նաեւ մի ժամանակահատվածում կազմակերպման այդ ամբողջ process-ի մեջ, գործընթացի մեջ եւ շատ ուրախ ենք եւ շնորհակալ հիմնադրամին, որ շատ կարճ ժամանակահատվածում նաեւ ստանձնեց բավականին կարեւոր դերակատարություն եւ նաեւ ինչ որ առումով աննախադեպ այս ցուցադրությունը դրա հիմքով նաեւ առաջ գնաց եւ պետք է ասել սակայն որ նմանատիպ ցուցադրությունները բավականին երկար ժամանակահատվածում են կազմակերպվում բրիտանական թանգարանում նմանատիպ նախագծերը 3-ից 5 տարի է մենք դա արեցինք 1 տարվա ընթացքում եւ ինչը ֆանտաստիկ է եւ նաեւ մեր գործընկերներն են զարմացած եւ երբ որ եկան եւ տեսան ինչ աշխատանք է արվել եւ նաեւ սա շատ կարեւոր է որ մեր երկրում նմանատիպ չափանիշներով ստանդարտներով այս ցուցահանդեսը կարող ենք համարել արդեն կայացած Այո, ինչի կապակցությամբ եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ եւ շնորհակալ ենք։ Խոսենք բրիտանական թանգարանի հետ համագործակցության ընթացքի նրանց ունեցած ակնկալիքների եւ նրանց հիմա արդեն ցուցադրության ամփոփումից հետո գնահատականի մասին այս ամենի կազմակերպման։ Այո, տեսեք, բրիտանական թանգարանը տարիների այսպես ամբողջ մեծ փորձ ունի եւ տարեկան շատ են նրանց մոտ փոխառությունները եւ այս փոխառությունը կարելի ասել իրancs համար հերթական մի փոխառություններից մեկն էր բայց ամենակարևորը զարգացավ համագործակցության հիմքով այսինքն 2023-ին Հայաստանի պատմության թանգարանը ինքն էր 3 ուշագրավ նմուշներ հենց տրամադրել եւ համագործակցել թանգարանում բրիտանական թանգարանում կազմակերպված մեծածավալ ցուցահանդեսի շրջանակներում Եվ փաստորեն շատ ուրախ ենք, որ նաև 2024-ին արդեն շատ կարճ ժամանակ անց այս գործընթացը նաև շարունակվեց Հայաստանում եւ սա կարևոր այսպես գործոն է, որ այս համագործակցությունը անընդհատ կշարունակվի եւ նույնիսկ այս երկարացման գործընթացը շատ արագ կազմակերպվեց մեր գործընկերների կողմից, որտեղ այնտեղ շատ են երկար գործընթացները, ինչը խոսում է շատ այսպես պատրաստական համագործակցության եւ նաեւ շարունակելու այն համագործակցությունը, որը արդեն երկու թանգարանների մեջ հաստատվել է։ Եվ ենթադրվում է, որ նրանք եւս բարձր են գնահատում մեր կողմի աշխատանքը, որովհետեւ նախապես 6 ամսվա կարծեմ ժամկետով էր բերվել արձանը, բայց մնաց ավելի երկար։ Այո, 20 օր երկարացվեց։ Իսկ դա ում շնորհիվ ոնց ստացվեց, որ երկարացվեց եւ առասարակ ինչպես ստացվեց, որ հենց այս աշխատանքը փնտրվեց։
Դա կարծում եմ պատմության թանգարանի եւ անձնապես պարոն Պողոսյանի աշխատանքի արդյունքում ստացվեց եւ ես կարող եմ Կերոն հիմնադրամի կողմից ասել, որ այս ցուցադրությունը իսկապես եւ բոլորիս համար պատմական ցուցադրություն էր, հատկապես հատկանշական էր նրանով մեզ համար եւ բոլորիս համար, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենաշատ այցելություններ ունեցած ցուցադրությունն էր, որը կարծես վերակենդանացնում է թանգարան գնալու մշակույթը մեզ մոտ եւ ինչպես պարոն Պողոսյանն է ասում, շատ հատկանշական է նաեւ այն փաստը, որ սա ոչ տուրիստական սեզոնում տեղի ունեցավ եւ անգամ դա նշանակում է փաստում է, որ մեր համակարգացիներն են այցելել մեծամասամբ թանգարան, որը Կերոն հիմնադրամի համար հատկապես շատ կարևոր էր, մեր աջակցության առաջնային նպատակը հենց դա էր, որպեսզի մարդկանց սերը, մարդկանց հետաքրքրությունը դեպի թանգարան, դեպի արվեստ, մշակույթ եւ այլ ոչ թե այլ արժեքներ եւ վայրեր հետաքրքրությունը մեծանա եւ շուրջ 56000 այցելու 6 ամիս գումարած 20 օրում դա իսկապես լուրջ թիվ է եւ մենք հուսով ենք, որ պատկերացրեք, եթե տուրիստական շրջան լիներ այդ թիվը ինչքան մեծ կլիներ։ Իսկ կար սահմանված այսպես նշաձող սահմանաչափ թե որ դեպքում կհամարենք հաջողված եւ արդյոք այդ սահմանը հատել է։ Այդ տեսեք, դրանք տարբեր են, ցուցահանդեսից ցուցահանդես եւ նաեւ փոփոխվում են եւ նաեւ եւ ժամանակը եւ առարկաների նշումների քանակը ամեն ինչից կախված է այս ցուցանիշները։ Մեր դեպքում պետք է ասենք, որ սա ամեն առումով հաջողված մի փորձ էր եւ նույնիսկ ինչ որ առումով գերազանցեց մեր սպասելիքները, որովհետեւ մեր հիմնական խնդիրը նաեւ նա էր, որ այս ոչ զբոսաշրջային սեզոնին նաեւ թանգարանը ակտիվ լինի եւ նաեւ մարդիկ ոչ միայն այս ցուցահանդես ընդհանրապես թանգարան այցելեն եւ թանգարանը վերջին տարիներին վերաբացման գործընթացում է, անընդհատ նոր հատվածներ կան, նոր ցուցադրություններ կան, որոնցից շատերին մարդիկ չեն եկել, չեն հասցրել գալ, տեղյակ չեն եղել, բայց այս ցուցահանդեսը ինչ որ առումով նաեւ այսպես կատալիզատորի դեր ստանձնեց, որովհետև հենց ցուցադրության տոմսը ներառում էր բոլոր ցուցադրական հատվածների այցելությունը եւ շատ ուրախ ենք, որ մի զգալի քանակ նաեւ դպրոցականներ էին այցելուները, որովհետև նախարարության հենց աջակցությամբ եւ թույլտվությամբ նաեւ աբոնեմենտային համակարգի այս այցելությունները բացվեցին ցուցահանդեսի համար փետրվարից եւ այս վերջին հատկապես 2 ամիսներին շատ էին դպրոցական խմբերը 18000-ից ավելի միայն դպրոցական եւ սովորող է, այցելել, ինչը շատ կարևոր է ապագա, այսպես թանգարանային այցելության մշակույթի, ձևավորման։ Եվ համաձայն եմ Վանանեի ասացի խոսքի հետ, որ սա դարձավ պատճառ, դրդապատճառ, որպեսզի նորից վերականգնվի թանգարան այցելելու այդ մշակույթը։ Բայց վերադառնալով նաև Կերոն հիմնադրամին, ինչ սպասենք, ախր այնքան բան ենք ձեր հետ զրուցելու, այնքան հարցեր ունենք, բայց պետք է դուք նորից գաք մեր տաղավար արդեն առանձին։ Մենք միշտ պատրաստ ենք, բայց քանի դեռ ունենք 2 րոպե, եւս մի երկու հարցով փորձենք հասկանալ, թե մոտակա պլաններից ինչ ունենք, ինչ նորություններ կան։ Սիրով Կերոն հիմնադրամը բոլորին վերջերս 2 շաբաթ առաջ նշեց ընդամենը առաջի տարեդարձը եւ մենք հպարտությամբ եւ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այդ տարեդարձին, քանի որ այս 1 տարում անգամ մեր գործընկերները հաճախ զարմանում են, ասում են ընդամենը 1 տարի, մենք ձեզ 10 տարի գիտենք, ասում ենք ոչ, այս 1 տարում փառք Աստծո եւ մեծ աշխատանքի շնորհիվ արդեն հիմնադրամը ունի համբավ, ունի աջակիցներ, ունի գործընկերներ, ովքեր վստահում են եւ մեզ հետ համագործակցում են։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի հարահռչակումը, Հայաստանի զարգացման ծրագրեր անելը եւ Հայաստանում միջավայր փոխելն է։ Այդ տեսլականին էլ ուղղված մենք մի շարք ծրագրեր ունենք, բայց քանի որ 2 րոպե է մնացել, չգիտեմ որից խոսեմ։ Դուք պետք է առանձին անկեղծ գաք հյուր, որովհետեւ մենք կարողանանք անդրադառնանք հիմնադրամի առհասարակ նպատակներին։ Անավանդ առիթել ունենք 1 տարին նոր նշեցինք, սիրով կգանք։ Առավել եւս կամփոփենք նաեւ տարին։ Ինչ նորություններ սպասենք նաեւ մեր թանգարանից։ Հայաստանի պատմության թանգարանը այս տարի շարունակելու է այս ձևաչափի ցուցադրությունները միջազգային եւ այս տարի ունենք
մի քանի արդեն նմանատիպ հյուրընկալության ձևաչափով, հա, եւ համադրության ձևաչափով ցուցադրություններ, որոնցից հատկապես կուզենայի նշել սեպտեմբերի նույն սրահներում Լուվրի հետ համատեղ կազմակերպվող նմանատիպ մի Դուք պետք է առանձին Պարոն Պողոսյան, դուք էլ անպայման պետք է գաք։ Ամեն դեպքում մենք կարող ենք պաշտոնական էջերից տեղեկանալ թե գրաֆիկով, թե ինչ նորություններ են սպասվում, դուք էլ սիրելիներս անպայման բաժին թողնեք։ Նաև նշենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու մշակույթի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով եւս կայացավ Անահիտից Մարիամ ցուցադրությունն, իսկապես հրաշալի ֆանտաստիկ մի ցուցադրություն։ Մենք վստահ ենք, որ անելիքները շատ են, դրանց մասին խոսելու հնարավորություններ ունենալու են։ Շատ շնորհակալություն, թե ձեզ ձեր մեծ թիմին, իսկ հիմա խոսքը փոխանցենք մեր գործընկերներին։